տձև արտաքինով, սուր ժանիքներով տիկնիկներ ու տարատեսակ անհասկանալի կերպարներ։ Մեր օրերում խաղալիքների խանութների դարակները ողողված են վախ ներշնչող խաղալիքներով։ Հագի, վագի, լաբուբու ժամանակակից խաղալիքներն ազդում են երեխաների հոգեկերտվածքի վրա։ Եթե տասնամյակներ առաջ խաղալիքները միայն բարություն ու հանգստություն էին փոխանցում փոքրիկներին, ապա այսօր արտադրվող խաղալիքների մեծ մասը չարություն է արտացոլում։ Կան խաղալիքներ, որոնք իրենց ուղղակի գոյությամբ որպես օբյեկտներ կարող են հրահրել ագրեսիայի երեխային, որովհետև դրանք այն խաղալիքներն են, որտեղ արյունոտ դեմքերով կամ ագրեսիվ աչքերով, ագրեսիվ հայացքներով, եւ դրանք մի տեսակ նաեւ մոդայիկ են դարձել։ Եվ երեխան ունենալով իր խաղալիքների պահեստում, այսպես ասած, տեսականիում այս խաղալիքը, բնականաբար այն պետք է գործածի ըստ իմաստի։ Եվ մենք ինչ ենք կարծում, ինչպիսի խաղի մեջ պետք է ներառվի այն խաղալիքը, որը իրենով արտացոլում է ագրեսիա, բարկություն, վախ եւ այլն։ Հոգեբան Թագուհի Մակարյանը նշում է, խաղալիքը երեխայի զարգացման վաղ շրջանում ձևավորում է գեղեցիկի եւ տգեղի, բարու ու չարի ընկալումը, իսկ այս օրինակ խաղալիքները աղավաղում են երեխայի ընկալումները։ Նման խաղալիքները նաեւ կարող են դառնալ պատճառ շատ տարբեր հոգեբանական լեզվով ասած մորֆոֆոբիկ վախերի, ինչը դա նշանակում, երբ որ երեխայի մոտ առաջանում է առհասարակ շատ աղճատված ընկալումներ սեփական մարմնի հանդեպ, այլոց մարմնի հանդեպ եւ նա կարող է սկսել վախենալ ինքն իրենից, մարդկանց հայացքներից եւ այլն։ Զգայուն երեխաների համար խաղալիքը կարող է շատ սթրեսային լինել։ Խաղալիքներ գնելիս ծնողները պետք է հաշվի առնեն երեխայի տարիքը, զարգացման առանձնահատկությունները, նշում է հոգեբանը։ 1-ից 3 տարեկան երեխաների համար նախընտրելի են չղջիկան խաղալիքները, հնչյուններ ստեղծող խաղալիքները, զգայական գնդիկները եւ այլն։ 3-ից 5 տարեկան երեխաների համար նախընտրելի են այն խաղալիքները, որոնք տարբեր սոցիալական դերեր են արտացոլում, օրինակ տիկնիկներ, տարբեր արհեստներ, մասնագիտություններ ներկայացնող խաղալիքներ, որովհետև հենց այս տարիքում երեխան արդեն պատրաստ է սյուժետային խաղին, բովանդակություն ունեցող խաղին։ 5-ից 6-7 տարեկան երեխաների համար նախընտրելի են խաղեր, որոնք առավել տրամաբանական խաղեր կարող ենք համարել։ Խաղալիքներն ու խաղերը պետք է խթանեն երեխայի ստեղծարար մտքի զարգացմանը, այն պետք է փոքրիկների մոտ ձևավորի հաղորդակցման մշակույթ։ Հոգեբանի խորհուրդն է ծնողներին երեխաների հետ հաճախ խաղալ դերային խաղեր։ Մանկաբույժ Արփինե Մարջանյանը ևս ծնողների ուշադրությունը հրավիրում է երեխաների մոտ վախեր առաջացնող խաղալիքների վրա։ Մինչև 6-7 տարեկան երեխաների մոտ ավելի շատ զարգացած է երևակայությունը, քան տրամաբանական մտածողությունը։ Իրանց մոտ դեռ չկա հստակ սահման կենդանի եւ անկենդանի։ Դրա համար բոլոր այն խաղալիքները, որոնք ունեն ոչ պրոպորցիոնալ չափսեր, դիցուկ մեծ աչքեր կամ մեծ սուրատամներ, կամ արտաբերում են ձայներ ինքնուրույն, կարող է երեխայի համար ընկալվի որպես պոտենցիալ վտանգի աղբյուր։ Պետք է հաշվի առնել, որ վախերը կարող են հանգեցնել նույնիսկ խոսքի զարգացման հապաղման։ Երբեք պետք չի անտեսել երեխայի վախը, այսինքն պետք է ընդունել, ասենց չի կարելիներ ունենք մենք, որ չի կարելի ասել, վայ չես ամաչում, սա հեչ վախենալու խաղալիք չի, ինչ կաստե, որ դու վախենում ես, կամ դու արդեն մեծ երեխա ես։ Այստեղ կարևորը երեխայի վախի եւ զգացմունքի ընդունումն է եւ փորձել քայլ առ քայլ այդ վախը հաղթահարել։ Խաղալիք ընտրելիս կարևոր է նաև հաշվի առնել անվտանգության գործոնը, նշում է մասնագետը։ Կարևոր է, որ երեխայի խաղալիքի ընտրության մեջ մենք լինենք ուշադիր, խաղալիքը լինի անվտանգ էկոլոգիապես մաքուր, լինի տարիքին համապատասխան զարգացնող խաղալիք։ Թրենդային, բայց հրեշավոր արտաքինով աքսեսուարներ, խաղալիքներ գնելուց առաջ ծնողը նախևառաջ պետք է մի կողմ թողնի երեխայի քմահաճույքներն ու առաջնորդվի հետևյալ սկզբունքով.
ինչ է սովորեցնում այս խաղալիքն իմ երեխային։ Հարցի պատասխանը կօգնի ճիշտ ընտրություն կատարել, պաշտպանել երեխայի հոգեկան աշխարհն ու նրան զերծ պահել անտեղի ագրեսիայից։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։